Աշակերտները մոտեցան մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին և ասացին. Տեր, ավելացրու մեր հավատքը։ Տերը ինչ պատասխան տվեց. Մանանեխի հատիկի չափ էլ հավատք չունեք։ Եթե այս թթելուն ասեք արմատախիլ եղի, ծովն ընկի, կենթարկվի ձեզ։ Ինչ էր ուզում ասել մեր Տերը։ Հավատքը ավելացնելու, պակասեցնելու մասին դուք արդեն իսկ ձեր հարցադրումը սխալ է։ Մանանեխի հատիկի չափ հավատք ոնց է լինի բոլորն էլ ունեն։ Այդ հավատքի հետ պետք է աշխատել։ Հատիկ օրինակ բերեց մեր Տերը։ Ինչու հատիկի օրինակ բերեց, այսինքն ցորեն կամ մանանեխի հատիկ, որտեղ հատիկը գցվում է հողի մեջ, հողի տակն անգնում, չի երևում, բայց մշակը աշխատում է այդ հողի հետ, ինչ անում, ջրում է, մոլախոտն է քաղան անում, ջերմացնում է, ապահովում է, քամից, փոթորիկից, աշխատում է այդ մանանեխի հատիկի հետ, երկար ժամանակ է աշխատում, եւ երբ երկար ժամանակ աշխատում է, ցողունն է սկզբում դուրս գալիս, բայց դեռ պտուղ չի տվել, ցողունը աճեց, հետո հասկ է դառնում, արևը ջերմացնում է, մի քիչ էլ ցուրտն է խփում, նոր սկսում է քաղցրանալ պտուղը, պտուղ է տալիս, այն ժամանակ մեծ ծառ է դառնում, եւ երբ մեծ ծառ է դառնում, այն ժամանակ ոչ թե մեկ պտուղ, այլ միշտ է տալիս, անընդհատ է պտուղ տալիս։ Դրա համար է մեր Տերը մանանեխի հատիկից սկսում, հասնում մինչև մեծ ծառ, որովհետեւ մենք հասկանանք, հավատքը մեր ամբողջ կյանքի ընթացքն է։ Սկիզբը շատ կարևոր է։ Անտեսանելի է, ցորենի հատն ընկնում է հողի տակ, դու չես տեսնում, ինչա կատարվում հողի տակ, ինչա կատարվում քո սրտի մեջ, հավատքը դա Աստծո շնորհն է, որ մեր սրտի մեջ է ընկնում եւ սկսում աներևութ կերպով մեզ համար անտեսանելի հրաշքներ գործել մեր սրտի մեջ, բայց մենք պետք է գործակից լինենք այդ հավատքին, ինչպես, ասում է, ջերմացնում ենք, աղոթքով պետք է ջերմացնենք այդ հավատքը պետք է կենդանացնենք աղոթքով, բարի գործերով, առաքինություններով, պետք է ջրենք, մեր արտասուքներով պետք է ջրենք, քաղան պետք է անենք մոլախոտը, այսինքն սրտիցդ պետք է անես ամեն տեսակի աշխարհային, մարմնավոր, նյութական, չեք կարող երկու Տիրոջը ծառայել, կամ մեկին կսիրեք, մեկին կարհամարեք, այդպես էլ սրտի մեջ երկու սերմ չի կարող աճել, կամ մոլախոտը, կամ մանանեխը, կամ ցորենի հատը, ուրեմն մենք պետք է մաքրենք մեր սրտի անդաստան ամեն տեսակի մոլախոտերից, աղոթքով պետք է ջրենք այդ ջերմացնենք այդ հավատքը, արտասուքներով պետք է ջրենք ու համբերատարությամբ, համբերելով աշխատենք, մինչև որ մեծ ծառ դառնա, երբ որ մեծ ծառ է դառնում հավատքը, այն ժամանակ ինքը սկսում է պտուղ տալ եւ մեկ պտուղ չի տալիս եւ Տերն էլ արդեն վստահ է լինում, որ այսօր այս մի պտուղը չտվեց, այն մեկը կտա, այսինքն բազմաթիվ պտուղ է տալիս, տեսեք ծառը, որ սկսում է պտղաբերել, ջուրը կախվում են, այսինքն երբ որ մարդը սկսում է առաքինություններով զարդարվել, խոնարհվում է, ու անընդհատ է սկսում պտուղ տալ, ու չորանում է ծառը, որտեվ արմատները խոր են, որտեվ ծառը ամուր է, որովհետև համբերատարությամբ հասել է մինչև որ ծառը պտղաբերի։ Հիմա ինչից էր գալիս առաքյալների այդ հարցը, ինչու այդպիսի հարց առաջացավ առաքյալների մեջ եւ ինչու այսօր մեր հավատացյալների մոտ այդպիսի հարցեր առաջանում։ Մեր հավատը տկարացել է։ Այսօր լավ է մեր հավատը, վաղը վատ է մեր հավատը։ Այդ նշանակում է մեր հավատի ծառը հələ չի հացել, չի պտուղ տվել։ Քամի խփում է, նախ խորք չի գցվել, հողի տակ չի ընկել, հողի երեսին է, ոնց որ այդ սերմը։ Արմատ չի գցել։
Չենք հասցրել պտղաբերի, դրա համար էլ մեզ թվում է, թե մեր հավատքը թույլ է։ Հասկացա, մենք չենք տեսնում, չենք զգում, չենք շոշափում, լրջորեն չենք աշխատել մեր հավատի ծառը աճեցնելու համար, այդ պատճառով մեզ թվում է, այսօր հավատս լավ է, վաղը վատ է, հավատս կորցրեցի, գտա, այսինքն զգացմունքի վրա է, էմոցիայի վրա է մեր հավատքը, ոնց որ աղանդավորների մոտ, էմոցիոնալ հավատ չկա քրիստոնեության մեջ, ինչ էմոցիայի մասն է խոսքը, զգացմունքի վրա հավատք չի հիմնվում, հավատքը լուրջ բան է, պետք է մենք լրջորեն աշխատենք հարատև, համբերատարորեն, ոչ թե հիմա ենք մենք պտուղը տեսնելու, եթե տեսել եք մարդիկ շիթիլ են դնում, սպամոդորը շիթիլ, սրսկում են, մի ամսից կարմրում է, հետո ուտում են, թունավորում են, հավատքը այդ շիթիլը չի պատը պամիդորի, հավատքը այն ծառն է, որ դու 10 տարի պետք է աշխատես, ծառը 10 տարի է պահանջում, չէ որ պտուղ տա սովորական ծառը, հիմա պետք է դու աշխատես, հետո համբերատարություն ոչ թե զգացմունքի վրա, այսօր ես զգացմունքի այսօր լացեցի, լավ էր, վաղն էլ հասա ես իմ մտքերի ազդեցության տակ, աշխարհի փոթորիկների վրա ալեկոծվելով, խառնաշփոթի մեջ, ինչ կապ ունի դա հավատքի հետ, եթե քո խառնաշփոթի մեջ ես, զգացմունքի ազդեցության տակ ես, այսօր լավ ես, վաղը վատ ես, ուրեմն դու դեռ կայունացած չես հավատքի մեջ, դու ճշմարիտ հավատքի ճանապարհին հələ չես, քո սերմը լխորը չի ընկել, արմատներ չի գցել, խոր արմատներ չի գցել, դու չես աշխատել, որ արմատախիլ անես ամեն տեսակի որոմ, չես ջրել, չես տաքացրել, չես համբերատար եղել մինչև պտուղ տա, եւ շատ պտուղներից չես խոնարհվել, տես ես ինչ քայլ ասեցի, հասցրեցի վերջին, սա է հավատքը, սա է ասում մեր Տերը, առաքյալները հենց այն առաջի սերմ գցելու պահի մասին են մտածում, կախարդական փայտիկ չէ, որ խփես սերում եկել ծառ դուրս եկավ, մեկ էլ հեքիաթներում անում ես բան, չէ, դի սերմ ընկնի, աշխատես, մինչև վերջ համբերատարությամբ պտուղ տաս, դրա համար է մեր Տերն ասում, ուզում եք ձեր հավատքը ավելանա, աշխատեք, 10 տարի, ոնց որ ծառն է 10 տարուց հետո պտուղ տալի, այնպես է ձեր հավատքը 10 տարուց հետո պտուղ կտա, մանանեխի հատիկի նման, ամեն